Ողջույն ձեզ, Աստվածաշնչից մի շատ կարևոր հատված եմ ընթերցելու, կխնդրեմ շատ ուշադիր լսեք, Տերը դատելու է ազգերին, այսպես է ասում Տերը, երկինքն իմ գահն է և երկիրին ոտքերի պատվանդանը, որտեղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և որն է իմ հանգստյան վայրը, այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են, ասում է Տերը, ահա թե ես ում եմ նայում, խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին, արջար մորթողը մարդասպանի նման է, գար զոհողը շուն զոհաբերող է, ընծան նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է, նրանք ընտրել են իրենց ճանապարհները և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն, նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ, լսեք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից, ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են, թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ, բայց նրանք պիտի ամաչեն,